Իրավունք թերթը գրում է քաղաքացիական պայմանագրում համար 1 է հայտարարված։ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ պատրաստվեն, որովհետև առաջիկայում կոնկրետ փաստեր են հրապարակվելու եկեղեցականների ու նրանց սատարողների դեմ։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է 2018 թվականից սկսած քրեական հետապնդումների գործընթացում գտնվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Թերթի տեղեկություններով գործը դատարան կհասնի առաջիկա օրերին։ Իրականում Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ Երևանում հանդիպել է Սամվել Կարապետյանին եւ միասին տեսակցել են Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Հովիկ Աբրահամյանին կասկածում են հեղաշրջման փորձի համար։ Գրում է թերթը։ Իրավունք թերթի տեղեկություններով այս օրերին ու հատկապես Փաշինյանի Ստամբուլից վերադառնալուց հետո վերնախավի մոտ տրամադրություններն իրոք շատ մռայլ են։ Այն համոզմունքին են, որ վերջնականապես են կորցրել ամեն մի արտաքին աջակցություն։ Ամերիկացիներին վաղուց հետաքրքիր չեն, եվրոպացիները խոստանում են կօգնենք ինչով կարող ենք, բայց Փաշինյանը լավ գիտի այդ դատարկ խոստումների արժեքը։ Ընդհուպ բրիտանացիների հետ է կապերը չափազանց վատացել, դառնալով կտրվելուն մոտ։ Ռուսների մասին լավ է չխոսել, անգամ Էրդողանը որևէ որոշակի բան չի ասել, այսինքն մնացել են իրենց հույսին եւ թարսի պես երկրի ներսում բոլորն են իրենց դեմ։ Թերթի տեղեկություններով այս ընթացքում մի փոքրիկ ուսումնասիրություն են արել սկսած մարզերից վերջացրած Երևանով, որի արդյունքում հազիվ 6-7% վարկանիշ են արձանագրել։ Փաշինյանի թիմում այն համոզմունքին են, որ սպասվող ցնցումներն իրենց սպասեցնել չեն տա։ Մոտավոր մեկնարկային կետ են համարում առաջիկա ամսվա առաջին տասնօրյակը եւ սկսվելիք շարժումը կարող է գագաթնակետին հասնել մոտավորապես օգոստոսի կեսերին։ Դրա դեմն առնելու համար մշակվել է մի քանի տարբերակ։ Նախ ուժայիններին են դիմել, բայց հասկանալով, որ այս ուղղությամբ մեծ վստահություն չկա։ Աբազյանի պատմությունն էլ իր հերթին է Փաշինյանին ծայրահեղ կասկածամիտ դարձրել ուժայինների հավատարմության հետ կապված։ Ուստի կարող են դիմել շեղող քայլերի, այդ թվում արտահերթ ընտրությունների տեսքով։ Ոչ թե ազգային ժողովի, այլ ավելի հավանական տարբերակը Երևանում արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Թերթի տեղեկություններով այս ընթացքում ռուսական ուղղությամբ փորձում են մի շարք էմիսարների գործի դնել, փորձելով հասկանալ կամ ինչի դիմաց հնարավոր կլինի Մոսկվայից գոնե ժամանակավոր մնալու կարտ բլանշ ստանալ։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը փորձել է պարզել, թե Պոլսահայ համայնքում ինչ տեղեկություններ ունեն Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Էրդողան հանդիպման մանրամասների մասին։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ Էրդողանի մերձավոր շրջապատն ուղղակի ապշած է մնացել Փաշինյանի պահվածքից։ Ոչ մի հարցում Հայաստանի վարչապետը չի փորձել հակադրվել զրուցակցին։ Ոչ մի հարցում հայկական շահն առաջ չի տարել։ Գոնե չի ասել, թե այս մի հարցը եկեք հետո քննարկենք։ Ոչ միայն ամեն ինչում անվերապահորեն համաձայնել է, այլև ավելին ինքն է ինչ որ բաներ առաջարկել, որոնք Էրդողանի կողմից չեն առաջարկվել։ Օրինակ ասել է զինանշանի վրայից հանելու եմ Արարատ Սարը, հպարտացել է, որ ցեղասպանության ճանաչման հարցն այլևս անցյալում է։ Ինքը բացահայտորեն հրաժարվել է այդ քաղաքականությունից եւ հետ վերադարձ այդ հարցին այլևս չկա։ Ասել է, որ ռուսական ռազմաբազաները Հայաստանից հանելն ընդամենը ժամանակի հարց է։ Թուրքերն ուղղակի զարմացել են այդ պահվածքից, արձանագրել են, որ իրենց ամենավառ երազներում անգամ նման բան չէին կարող տեսնել։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթի տեղեկություններով այնքան էլ հեշտ գործընթաց չէ հեծի ազգայնացումը եւ Նիկոլ Փաշինյանը եթե ունենար դրա բանալին, մեկ օրում դա կյանքի կկոչեր։ Պարզապես որոշել է չնահանջել եւ հոգեբանական ճնշումը չթույլատրել Կարապետյանի եւ ընդդիմության նկատմամբ։ Թերթի տեղեկություններով հարկայինին հրահանգ է տրված տոտալ ստուգումներ իրականացնել Կարապետյանի ընտանիքին պատկանող բոլոր հիմնար ձեռնարկություններում ու հնարավորինս մեծ տուգանքներ գրել։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ շարունակ հայտարարում է, թե Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը էներգետիկ ճգնաժամ է ստեղծել երկրում եւ պետք է այն ազգայնացնել։ Մինչդեռ էներգետիկ ոլորտը 8 ամիս է ղեկավար չունի Հայաստանում։ Հայաստանի տարածքային եւ ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Հակոբ Վարդանյանը 2024-ի հոկտեմբերի 11-ից ազատման դիմում գրեց եւ հեռացավ պաշտոնից։ Վարդանյանի հեռանալուց հետո նրա փոխարեն որևէ մեկը չի նշանակվել որպես փոխնախարար։ Ստացվում է վարչապետն ուզում է վերահսկել էներգետիկ համակարգը, մինչդեռ կառավարությունը ամիսներ շարունակ չի կարողանում կամ չի ցանկանում թեկուզ փոխնախարար նշանակել ոլորտը համակարգելու համար։ Գրում է թերթը։
Հրապարակ թերթը գրում է Հայաստանում սկիզբ առած ռեպրեսիաների նոր, կարելի է ասել աննախադեպ փուլը, երբ մեկ նախադասության համար ազգային բարերար է կալանավորվում, իսկ վարչապետի Թուրքիա այցի օրը զանգվածային ձերբակալություններ են իրականացվում, որ Էրդողանին ապացուցի, թե ինքը երկրում տիրապետում է իրավիճակին, ըստ որոշ տեղեկությունների Հայաստանի միջազգային գործընկերների կողմից չի ողջունվել։ Եվրոպական երկրների հայաստանյան դեսպանները բացատրություններ են պահանջել քաղաքական իշխանություններից, զգուշացնելով, որ բացահայտ հակաժողովրդավար քայլեր են իրականացնում։ Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխանությունը երեկ հորինեց այն կեղծ թեզը, թե իբր եկեղեցին Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պետական հեղաշրջում են կազմակերպել եւ հրապարակվեց մի թուղթ, որը կարող է յուրաքանչյուրը սարքել։ Գրում է թերթը։